Բարև ձեզ արգելի հայրենակիցներ, ես Մարտին Թովմասյանն եմ Գևարքունի գյուղից։ Այսօր մենք կխոսանք մի քիչ քաղաքակրթության մասին։ Դպրոցական ծրագրերից հիշում ենք, որ մարդկության ծագումը ունի հազարավոր տարիների պատմություն։ Օրինակ, երբ մարդիկ ապրում էին ինչ-որ մի բան ստեղծում էին ու իրենց ստեղծածը ուզում էին ինչ-որ մի բանի հետ փոխել, նրանք եթում էին ուրիշ բնակավայրեր երբ նրանք տենում էին, թե ինչպես են այդ տվյալ բնակավայրի ժողովուրդը առնչվում բնության, մեխանիզմների ու ինչ են ստեղծագործում, այդ մարդիկ ընդհանրակում էին իրենց տեսածը, այդ process-ը կոչվում է մոդեռնիզացիա։ Երբ որ ստեղծվեցին քաղաք-պետություններ, կայսրություններ, կազմավորվեցին ինստիտուտներ եւ օրինաչափություններ, որով ղեկավարվում էին տվյալ մարդիկ, ապրելով այս կամ այն պետության մեջ։ Երբ որ մի հասարակությունը մյուս հասարակությունից կարողանում է ընդօրինակել կամ վերաիմաստավորել լավը, պրոգրեսիվը, այսինքն այն, ինչ ուսումնասիրում է հոգեբանությունը, էթիկան, քաղաքականությունը եւ այլն, այդ process-ը կոչվում է խորոտ իմպորտնի բառով վեստերնիզացիա։ Մեզանից շատերը, այդ թվում եւ ես, իմ կյանքի որոշ ժամանակահատվածում հակված էինք Կարլ Մարքսի թեորիային, որ սոցիալիզմը պետք է տարածվի ամբողջ աշխարհում։ Ֆրանսիս Ֆուկույամայի թեորիան հակառակն էր։ Նա ենթադրում էր, որ բոլոր ժողովուրդները ուշ թե շուտ գնալու են լիբերալիզացիայի։ Ահռելի քանակությամբ օրինակներ ցույց տվեցին, որ այդ երկու ունիվերսալ օրենքները չեն աշխատում։ Նույն ժամանակահատվածում մեր աշխարհում կային եւ կան տարբեր կուլտուրաներ։ Էվոլյուցիան այդ կուլտուրաներում ընթանում է տարբեր չափանիշներով։ Մարդկային արժեքների ընկալումը, պահպանումը միայն արևելյան կուլտուրան, արևելյան ցիվիլիզացիան է։ Եվ այն տարածվեց այն կուլտուրաների վրա, ովքեր գնացին վեստերնիզացիայի ճանապարհով։ Արևմտյան կուլտուրան հիմնված է մարդու կյանքի եւ արժանապատվության արժեքավորման վրա։ Եթե վերցնում ենք պուշտունների կուլտուրան, մարդու կյանքը նրանց համար համարյա ոչ մի բան չի նշանակում։ Այդպիսի մոտեցում շատ կուլտուրաների մոտ կա։ Մեզանից հարավ, մեզանից հյուսիս։ Եվ մենք էլ շատ հետ չենք մնում։ Դպրոցական դասագրքերից մենք գիտենք, որ 1500 տարի առաջ հայկական էթնոսը մերձավոր արևելքում առանցքային դեր էր խաղում։ Հայ մարդը չկարողանալով մոդեռնիզացնել կյանքը առօրյան, իսկ հավաքական պետականության հիմքերը իր ինստիտուտները չենթարկեցին վեստերնիզացիայի, դրա համար այսօր ունենք ինչ ունենք։ Դա չի նշանակում, որ մենք պետք է փակենք մեր սահմանները եւ չշփվենք մեր հարևանների հետ, այլ պետք է պատրաստ լինենք այն բոլոր մարտահրավերներին, որ սպասում է ժամանակի ընթացքում։ Մեր հարևան պարսիկները արտադրում են համարյա ամեն ինչ, այսինքն մարդիկ կարողացան գնալ դեպի մոդեռնիզացիա։ Բայց այսօր նրանք զոհվում են բռնապետի ձեռքից ու պահանջում են մանարխի վերադարձ։ Այսինքն մեր պարսիկ հարևանների ինստիտուտները չգնացին վեստերնիզացիայի ճանապարհով։ Արաբները, թուրքերը նույնպես։ Մենակ հрьяաները
մեր հին աստվածների գերեզմանափորները իրենց աստվածներին չդավաճանեցին, կարողացան մոդեռնիզացվել ու վեստերնիզացվել։ Կուլտուրան դա այն է, ինչ ստեղծված է մարդու կողմից եւ փոխանցվում է հասարակության մեջ ոչ թե ժառանգաբար, ոչ թե ծանոթների ու բարեկամների միջոցով, այլ ցանկությամբ սովորել ու սովորեցնել։ Կուլտուրան դա հասարակության կյանքի պատկերն է։ Կուլտուրան դա հասարակության մտքի գործնեության աշխարհն է։ Կուլտուրան պատասխանում է այն հարցին, թե ինչի համար են այդ մարդիկն ապրում։ Ինչքանով ենք մենք պատրաստ պարսիկի, թուրքի, արաբի, հրեայի աչքերով նայել հայ մարդու կուլտուրային ու մեր ցիվիլիզացիոն պատկանելությանը։ Ինչքանով է հայ մարդը ընդունակ ճանաչել իրեն ու իր դերը իր ընտանիքում, հասարակության մեջ, աշխարհում։ Մինիմում այս հարցերի ճիշտ ընկալումից է կախված լինելու, թե ինչպիսի Հայաստանում կապրենք երկարաժամկետ կտրվածքով եւ կկարողանանք արդյոք գտնել մեր քաղաքակրթական պատկանելիությունը։ Այսօր այսքանը, մինչև նոր հանդիպում։